Հարգելի գործընկերներ, մի քիչ մենք բացարձակացնում ենք տեղական կառավարման մարմինների դերը, այո, թիմը անկախ է պետական իշխանություններից եւ պետական իշխանությունները եւ տեղական կառավարման մարմինների իշխանությունը դիտարկում որպես հանրային իշխանության բաղկացուցիչ մաս, բայց դա չի նշանակում, որ թիմերը ընդհանրապես պետք է ունենան այնպիսի աստիճանի ավտոնոմիա, որ մենք ըստ էության չկարողանանք խոսանք մեկ միասնական ունիտար պետության մասին։ Սա ինչ վերաբերում է թիմերի հետ կապված հարաբերություններին, ինչ վերաբերում է նախագծին, Տիկին Նամանավազյան, ամենայն հարգանքով պետք է նշեմ, որ առնվազն պետաիրավական հարցերի հանձնաժողովում մենք ունեցել ենք դիտարկումներ նախագծի վերաբերյալ եւ այդ դիտարկումները ներկայացել ենք աշխատանքային քննարկման ընթացքում պարոն Ղալումյանի մոտ եւ քանի որ այդ քննարկումը տեղի ունեցել արդեն հանձնաժողովի նիստից հետո, երբ տեքստում այլևս որևիցե բան փոխել հնարավոր չէր, մենք համապատասխան դիրքորոշում կհայտնենք առաջին իսկ երկրորդ ընթերցման ժամանակահատվածում։ Սա որևիցե եղանակով չի առնչվում նրան, որ պետական վերահսկողական ծառայությունը պետք է իրավասություն ունենա նաեւ այն գումարները ստուգել, որոնք պետական բյուջեից ուղղորդվել են համայնքային բյուջեներ։ Միաժամանակ գնումների գործընթացը որպես այդպեսին պետք է այստեղ արձանագրենք, որ մենք չունենք տեսչական մարմին, որը գնումների օրինականության գործընթացի նկատմամբ կարող է ամբողջական վերահսկողություն իրականացնել։ ՊՎԾ-ն այս տեսանկյունից կարող է իրականացնել այդ տեսչական մարմնի գործառույթը։ Մեր դիտարկումները պայմանավորված են նրա հետ, որ ՊՎԾ-ն ըստ էության ի տարբերություն այլ տեսչական մարմինների կարող է գործել բացառապես վարչապետի հանձնարարությամբ կամ վարչապետի համաձայնությամբ, այսինքն ի տարբերություն այլ տեսչական մարմինների, որոնք պետք է գործեն ելնելով օրենքից, այսինքն կա օրենք, կա խախտում, կա արձանագրում, այստեղ հանձնարարականի էլեմենտը կա, ինչը կարող է որոշակիորեն խրթին դարձնի գործընթացը, բայց առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կարծում ենք կարող ենք լավարկել օրենքը եւ վերացնել այն բոլոր հակասությունները, որոնք այստեղ առկա են։ Շնորհակալություն։